Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն է, բարև ձեզ, պարոն Խուշուդյան։ Պարոն Խուշուդյան, դուք կարելի ասել Հայաստանի հասարակության ակտիվ անդամներից մեկն եք, այսօր Հայաստանը ասենց ակտիվ քաղաքական փուլում է, որպես հասարակության ներկայացուցիչ հետևում եք քարոզարշավին եւ ընդհանրապես ինչ տպավորություններ ունեք ընթացող քարոզարշավի վերաբերյալ։ Մեկ շատ են նյարդային դառնում ցավոք սրտի եւ մի կողմից դա արվում է միտումնավոր շադրելու համար նաեւ իշխանություններին, հենց Նիկոլ Փաշինյանի, որը հիմնական այսպես իշխանական ուժի լոկոմոտիվն է, քարոզչական, շադրել, որպեսզի ինքը հավասարակշռությունից դուրս գա եւ ասի բաներ, որոնց համար հետո կամ ներողություն է խնդրում, կամ ստիպված է կրել վարկանիշային վնասներ, բայց ընդհանուր առմամբ համեմատաբար հանգիստ է անցնում ինձ համար, այսպես նյարդային լարվածություն ինչ որ կար 21 թվականին կամ միջև այդ չկա։ Իհարկե կա մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է հասկանալով, որ եւ Կրեմլը հասկանալով, որ իր այստեղի խամաճիկները հաջողության հասնելու որևէ շանս չունեն, ինչ որ միջոցների դիմի, բացի այն, որ արդեն դիմում է, այս պատժամիջոցների եւ այլն։ Իդեպ պատժամիջոցների պահով ես կարծում եմ իշխանությունները սպասում են ընտրություններին, եթե ընտրություններից հետո դրանք չհանվեն, իսկ ամենայն հավանականությամբ կվերացվեն պատժամիջոցները, ապա Հայաստանը բոլոր հնարավորություններ ունի հակադարձելու։ Նույնիսկ զուտ, եթե այլ բաներ չասենք, հենց այս ապրանքային մակարդակում, օրինակ խմիչքները, որ արգելափակում են, մտնում ենք մեր սուպերմարկետները, կեսը ռուսական խմիչքներ են, հողիներ հատկապես։ Կամ կաթնամթերքը սահմանափակում են, կներեք, լիքը կաթնամթերք կա այսօր Ռուսաստանից ներկրվող, նույնիսկ Բելարուսից։ Հանգիստ կարելի է դրանք արգելափակել եւ Հայաստանում գտնվող նաեւ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտվում են այդ ապրանքներից, կգնեն հայկականը։ Բայց ամեն դեպքում վերադառնալով ընտրություններին, տեսեք, բավական հետաքրքիր այսպես փոփոխություն եղավ հասարակական կարծիքում, այս վերջի հարցումը IRI, որը բավականին վստահելի կազմակերպություն է, մենք միշտ օգտվում ենք իր հարցումներից, ցավոք սրտի շատ ընդհանուր տվյալներ միայն հրապարակեցին, իրենք շատ ավելի հետաքրքիր կորելացիաներ ունեն։ Բայց տեսեք, 5-6%-ով ընկել է Սամվել Կարապետյանի վարկանիշ։ Եվ դա բավականին այսպես հետաքրքիր բացատրություն ունի, իմ տպավորությամբ այն այսպես մեծալուրջ օլիգարխ բիզնեսմենի պատկերը, որ ձևավորվել էր իր շուրջ, քանի դեռ նա չէր խոսում, սկսեց քանդվել եւ նա սկսեց խոսել։ Այդ մեկ։ Երկրորդը այն է, որ բավականին մեծ թիվ կար մարդկանց, որ այո, այդպեսի նաև կեղծ տպավորություն ունենալով պատրաստվում են ինքնակամ գնալ իրեն քվեարկել։ Բայց հիմա երբ որ այդ մարդիկ տեսնում են, նույնիսկ եթե այս իր խոսալը ոչ բոլորի վրա է ազդել, հա, շատերի վրա ազդել է, շատերի վրա էլ այդպես առանձնապես չի ազդել, բայց իրենք տեսնում են մի րոպե, այս ուժը բաժանում է ընտրակաշառքներ։ Ու բավական լուրջ թվերի մասն է հաշվի 200,000-ից մինչև 400-500,000 դրամ։ Բայց ես էլ եմ պատրաստվում իրեն քվեարկել, բայց ինձ ոչ մեկ դրա համար չի տալու։ Այստեղ համապատասխանաբար, ասենք, բոլոր նրանք, ովքեր անվճար են պատրաստվում իրեն քվեարկել, հիմա կամ պետք է սպասեն, մինչև իրենց էլ փող հասնի, կամ չեն գնալու քվեարկելու իրեն։ Ուրիշին կքվեարկեն, կամ ընդհանրապես չեն քվեարկի, չգիտեմ։ Եվ ստեղ մի ուրիշ հետաքրքիր նրբություն կա։ Ասենք, իրենք պաստորեն կորցնում են այն ռեսուրսը, որը իրենք կարող էին ուղղորդել այլ խամաճիկներին փրկելու համար, որովհետև տեսեք, եթե ինքը այսօր արդեն ունի խնդիր շեմը հաղթահարել, որովհետև դաշինք է, 8% պետք է հաղթահարի, իսկ այսօր ինքը արդեն 7% ունի, ըստ հարցումների, եւ ինքը հիմա պետք է այս խրած ընտրակաշառք բաժանել, ընդ որում, գիտեք, ընտրակաշառք բաժանել եւ մարսելը դա իշխանությունների հնարավորությունն է, որը բարեբախտաբար հեղափոխական իշխանությունները չեն օգտագործում։ Նախկին իշխանություններն էին դա անում եւ անում էին, մարսում էին, որովհետեւ անողները գիտեն, որ չեն պատժվելու։ Դրա համար դա համատարած էր։
Եվ համատարածի դեպքում դու կարող ես նույնիսկ այն ընտրողներին, որոնք որ քեզ պետք է ընտրեին կամովի, բայց հիմա չեն ընտրի միջև դու փող չտաս, դու կարող ես այդ փողը իրենց հասցնել, եթե դու իշխանություն ես։ Բայց կներեք, դուք եկել եք ժողովրդավարական երկրում, որտեղ այդպիսի բաների համար հետապնդում են, բռնում են, այսինքն պետական համակարգը, իրավապահ համակարգը հարանգ ունի, հանձնարարություն ունի կատարել օրենքը եւ բռնել բոլոր պետական հանցագործներին, իսկ ընտրակաշառք բաժանելը եւ վերցնելը պետական հանցագործություն է։ Այսինքն դա պետության ձևավորման գործում արտաքին ուժի սպասարկումն է։ Դա պետական դավաճանություն է նույնիսկ, հա։ Որտեվ դա բացի ընտրակաշառք բաժանելը, դրսից պատվերով ընտրակաշառք բաժանելը դրսի ուժերին սպասարկելու համար։ Եվ նման պայմաններում, երբ որ այսպես բռնոցի եւ շատերը արդեն չեն համարձակվում դառնալ այդ 10 շիկը, նման պայմաններում ինքը խնդիր ունի նույնիսկ սեփական 8% հավաքելու։ Դա այլուր մնաց Կրեմլի հանձնարարականով իր ավելցուկներից, շակերտավոր ավելցուկներն, որ ասենք 8% հաղթարելուց հետո ինչքան մնում է, դա էլ բաշխի նրանց, ովքեր չեն ձգում իրենց այդ խամաչի։ Մեն Քոչարյանը ակնհայտ է, որ չի հաղթարել 8%։ Այլ է դաշինք։ Բայց նա այս 5-6%-ով ոնց է 8% հաղթարելու։ Ծառուկյան Գագիկը 4% պետք է հաղթարի կուսակցությունը, 2% էլ չունի։ Հասկանում եք, այդ խնդիրը, հա, 2% ստեղ տա, 2% ընդեղ տա, հասկանալի է, որ ինքը այդ ընտրակաշառքով ընտրողների ցանցը որ ձևավորել, դրանք ենթարկվող մասսա են, բիոմասսա են, այսինքն ու մասսաս կգնան կընտրեն, փողատուր, ինչ ուզում ես արա։ Եվ այդ սեքսի նախարարությունը որ ուզում են բացեն, չեմ զարմանում, հա, որտեվ այդ տիպի մարդիկ սեքս աշխատողի պես բան են, ավելի վատ են նույնիսկ։ Սեքս աշխատողը, ասենք իրենց մարմիններն են վաճառում, սրանք իրենց հոգիներն են վաճառում ու երկրի ապագան իրենց սեփական երեխաներն են վաճառում, որտեղ վաղը որ այս իրենց բերած ուժերի ձեռան պատերազմ լինի, իրենց երեխեքն են, չէ՞, նաև զորակոչվելու գնաց զոհվեն, ինչքան էլ շատերը ուզենան փախցնեն իրենց երեխեքին, ոնց որ դա եղավ արդեն 2020 թվականին պատժվեցին նաև նրանք այն լավ մարդկանց հետ միասին, որոնք որ իրոք հայրենասեր են եւ իրենց երեխաները գնացին այս պարտքը տվեցին պետությանն ու հայրենիքին, բայց նաև զոհվեցին այն մարդկանց, այդպիսի ստահակների երեխաները նաև, որոնք գնացել են ժամանակին կաշառքով Սերժ Սարգսյանն են ընտրել, Ռոբերտ Քոչարյանն են ընտրել, որոնք էլ բանակը թալանելով հասցին են օրի, որ հնարավոր դարձավ պատերազմ եւ ճշնամի տեսավ բանակը պետությունը թույլ է 20-ամյա հյուծված վիճակում է, հարձակվեց։ Հիմա սրանք նույնն են անել, ուզում անեն։ Հիմա իմ հույսը այն է, որ սա չունենալով այդ ավելցուկը իր ընտրակաշառքային զանգվածը հերիքացնի ընդամենը իր 8% հաղթահարելու համար, այն երկուսը չանցնեն, բայց այստեղ մի ուրիշ հարց է առաջանում, որ մեր օրենքներով պարտադիր 3 քաղաքական ուժ պետք է լինի բանում, եւ այսինքն հաջորդ ավելի շատ հավաքած ուժը ամեն դեպքում ասնելու է խորհրդարան, իսկ այստեղ նաեւ արգելելու խնդիրներ դրվում, այսինքն չեղարկելու գրանցումը։ Մենք էլ ենք դնում այդ խնդիրը, բայց էլի գալիս է նույն բանը, եթե մեկին արգելում ես, այն երկուսն են անցնում, հա։ Ցավոք սրտի, այսպես այդ վտանգը, որ պրոռուսական անդիմություն կձևավորվի խորհրդանում, մեծ է, թեև տեսանելի է, որ կարծես թե որոշ ժողովրդավարական ուժեր շանս ունեն Բարգավաճ Հայաստանից շատ հավաքել եւ ընդ որում արեմտամետ նկատի ունեմ ուժեր եւ ուրեմն պետք է լավ աշխատեն, որ գոնե այդ սցենարով երրորդ ուժը պարլամենտ մտնող լինի իրոք որևէ նոր ժողովրդավարական ինչ-որ ուժ, որը այս գործող պարլամենտում չի ընդգրկված եղել, հա։ Բախուշյան, տեսեք, իշխանության օրակարգը հայտնի է։ Մարդիկ հայտարարում են, որ խաղաղության են գնում, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման են գնում, ապաշրջափակման քայլեր են ձեռնարկելու, ընդդիմությունը առաջ է տանում թերևս կեղծ նարատիվներ 300,000 ադրբեջանցիների մասին, դա ինչ որ հողերի հանձնման մասին, չգիտեմ Թրամփի ուղով միջանցքի հանձնման մասին, ինչի չեն կարողանում կամ չկարողացան լուրջ, ասես ասենք, հակընդդեմ օրակարգ բերել իշխանության այդ ընդդիմադիր ուժերը։ Ամենայն դեպս առանցքային այն ուժերը, որոնք գոնե գործում են ռուսական ծիրի տակ։ Իսկ ինչ պետք է ասեն, բանական դաշտում չկա այն քայլերին, որոնք որ իշխանությունները եւ նաեւ ժողովրդավարական ընդդիմություն առաջարկում են, դրանց հակադարձ ինչ որ բան չկա։ Պետք է ասեն, չէ, մենք գալիս ենք պատերազմ անելու համար։ Բարձր որ օրդը իրենց չի ընդունի նման բան, եթե ասեն։
Դրա համար է մանիպուլացնում են, ասում են, չէ, մենք դեմ չենք խաղաղության պայմանագրին, բայց եւ այդ բայցի տակ սկսում են սաբոտաժի էլեմենտները, ոնց անենք, որ Ալիևը ինքը չստորագրի, հետո ասում, հո մենք չենք ասում, որ չենք ենք, Ալիևը չուզեց։ Բայց իրենք սաբոտաժ անեն գլխանց էլի, ասեն օրինակ բերեք երաշխավորներ ավելացնենք առանց հարցնելու, իսկ մնացածը համաձայն է։ Հələ չվերցած որ Ալիևը չի համաձայնվելու, բա այն մնացածը ովքեր երաշխավոր պետք է լինեին համաձայնվելու, հա։ Իրականում իհարկե խնդրահարույց է ցանկացած փաստաթուղթ, եթե չկա քաղաքական երաշխիքներ, բայց երաշխիքները միայն երաշխավորների ստորագրությունը չի, մենք Բուդապեշտի համաձայնագրերը տեսել ենք։ Երաշխավոր չի այդ թուղթը, եթե նույնիսկ գերտերությունները ստորագրի, եթե քաղաքական երաշխիքները որպես պայմաններ չկան։ Իսկ այդ պայմանները հավասարակշռված քաղաքականությունն է, այդ պայմանները հարևանների հետ նորմալ հարաբերություններն է, որ պատերազմի առիթ չլինի, եւ այդ պայմանները խոշոր տերությունների շահերը համադրելն է տարածաշրջանում, որը եւ հիմա արվում է։ Օրինակ, Միացյալ Նահանգների շահերը բերվել են այստեղ, իրենք ուզում էին բերեն իրենց շահերը, նախկին իշխանությունները չէին համաձայնվում, կամ Ալիևը չէր համաձայնվում։ Հիմա բարեբախտաբար Ալիևը ուզես չուզես պետք է համաձայնվեր, որովհետեւ Տրամպից մտահոգություններ, որ անկախատեսելի է կարող է ճնշումներ գործադրել, եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բերել Միացյալ Նահանգներին այդ տրիպի ուրեմն պրոյեկտով եւ այսօրվա ուրեմն Ռուբիոյի այցը եւ դրա վկայությունն է, որ այնքան շահագրգռված է Միացյալ Նահանգները, որ այդ պրոյեկտները շարունակվեն, որ ըստ էության եկել է աջակցություն հայտնելու իշխանություններին, որտեղ պարզը չէ, ընտրություններից 10 օր առաջ չեն գալիս ինչ որ բան ստորագրելու, եթե այդտեղ չկա նաեւ քաղաքական աջակցության կոմպոնենտ։ Եվ նաև Հայաստանի ինքնիշխանության աջակցելու, որտեղ իրենք տեսնում են, որ կա Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքներ, եւ Ռուբիոն եկել է ասելու, որ անկախ նրանից ինչ փաստաթղթեր է ստորագրվելու, ատոմային կան եւ այլն տրիպի հետ կապված, բայց եկել է ասելու, որ Միացյալ Նահանգները աջակցելու է Հայաստանին դիմակայելու ռուսական ցանկացած սպառնալիքի։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն ուրեմն մոծակի կծոցները, որ այսօր առայժմ մենք ստանում ենք Ռուսաստանից, չեմ ասում ավելի լուրջ վտանգներ չկան, բայց հələ որ իրենք PR-ի դաշտում այս մի քանի ապրանքներ արգելելով փորձում են բախեցնել հայ հասարակության եւ հատկապես հայ բիզնեսմեններին, որ տեսեք, դուք խնդիրներ կունենաք։ Իսկ ընդհանուր զուտ-ծավալային առումով այս 10-15 օրվա մեջ իրենց այդ արգելափակված առևտրի վնասները մի քանի միլիոն դոլար մաքսիմում Հայաստանի համար լինեն, հա, ինչը մի քանի միլիոն դոլարը ցանկացած փոքր նույնիսկ եվրոպական երկրի համար, որ անհրաժեշտության դեպքում չաջակցի մեզ փոխհատուցելով բոլոր այդ վնասները։ Այդ խոսում Եվրամիության եւ Միացյալ Նահանգների մասին, բայց այստեղ մենք պետք է նաեւ էլի գնահատական տանք տխմար PR-ին, որը Ռուսաստանում եփվում է եւ իրենք այդպես էլ չհասկացան այսքան ժամանակ, որ եթե իրենց հոգեբանությունը ճորտական է եւ իրենք մտածում են, որ կարելի է հարևաններին վախեցնել, որտեղ իրենք այդպես են, իրենց վախեցնում, երբ որ իրենց վախեցնում են, իրենք վախենում են։ Բայց երբ որ իրենք մտածում են, որ հարևաններն էլ են նույնպես մտածում, դա իրենք հասկանում են հարյուրամյակներ եղել են ճորտատիրության մեջ։ Այդ կրիպասնոյը պրավան որ կա, այդ ճորտատիրության դասական օրինակ է, որը որ ամբողջ ժողովուրդը, ռուս ժողովուրդը եղել է դրա տակ։ Մի փոքր էլիտա է եղել, որ դրա տակ չի եղել, այդ էլիտաներին կոմունիստները եկան ոչնչացրեցին, հա։ Հիմա այդ ճորտերը եկել են իշխանության եւ այդ հոգեբանության կրողն են։ Եվ իրենք մտածում են բոլոր հարևաններն էլ տենց են։ Դրա համար է Ուկրաինայի վրա սպառնալիքներով կան, հեսա գրավենք, հարձակվեցին արդյունքում նույնիսկ, բայց տեսնում են, որ դիմադրում են նրանք, որտեղ ճորտ չեն, Ուկրաինան եղել է վոլնիցա։ Այդ կազակների բանը գիտեք, հա, այդ թուրքերի դեմել են պայքարել, կայսրության դեմել են, պալյակների դեմել, լեհերի դեմել են, որտեղ իրանք ազատ ժողովուրդ են եղել, հա։ Հիմա նույնը հայերը, ասենք մենք ճիշտ է եղել ենք տարբեր կայսրությունների տակ, բայց ամեն դեպքում ինքնուրույնություն ունեցել ենք եւ ճորտատիրական համակարգ չի եղել։ Այսինքն միշտ այդ ամբոստություն եղել է, ապստամբություններ եղել, միշտ վերել է դրան, որ կայսերները, սուլթանները, փաշաները համաձգերպել են, որ լավ այնտեղ եկեղեցի կա, որ այդ հարկահանությամբ զբաղվում է, մեր հարկերը բերում տալիս է, մնացածը թող իրանք ինքնակառավարում են, իրանք իրենց դատարաններով, իրենց կրթությունով։ Հիմա իրենք չեն հասկանում, որ երբ որ ճնշում են գործադրում նաև հայ ժողովրդի վրա, դա հակառակ էֆեկտին է բերում եւ այն որ ընկել է իրանց խամաճիկների վարկանիշը նաև իրենց միջամտության պատճառով է, որտեղ գիտեք, երբ որ
փաստորեն ըստեղի իրենց խամաճիկները պատվեր են տալիս Կրեմլին, թե սանկցիաներ մտցրեք, արեք միան թե հայ ժողովրդին սարսափեցնեք, որ մեզ ընտրեն։ Դա բերում է հակառակ էֆեկտի։ 21 թվականին իրենք դաշ չեղավ իրենց։ 21 թվականին ճիշտ է, մի 20% գնաց էլի այդ վախի կամ նաև տգետ մոտեցման պատճառով ընտրեց Ռոբերտ Քոչարյանին, բայց նույնիսկ այն ժամանակ մեծամասնությունը հենց գնաց ընտրեց իշխանության նաև դեմ ռուսական այդ սպառնալիքն եւ ադրբեջանական սպառնալիքն։ Իսկ Ադրբեջանի այն ժամանակ Ռուսաստանը օգտագործում է որպես բուտ գործիք։ Դեռ չկային եվրոպական դիտորդներ, որ դրանք կանխեին դա։ Եվ հիմա իրենք մտածում են, որ ոնց որ 20 թվականին կարողացա, 21 թվականին կարողացան ուրեմն մայիսին այդ հարցակումներով սարսափեցնել մի փոքր մասին, հիմա մտածում են, որ դե ժամանակ երևի Ադրբեջանն էր սարսափեցնողը, դրա համար այդքան էլ լավ չսարսափեցին, հիմա հենց Ռուսաստանը կսարսափեցնի, որ լավ սարսափի, չէ, հակառակ էֆեկտն է լինում, եւ Ռուսաստանը եթե ուներ ստեղ մի 46-50% կողմնակիցներ, դեռ 1-2 տարի առաջ ոնց որ հարցումներություն են տալիս, հիմա իջը հասել է 30%-ի, իսկ մի 30%-ն է սպառնալիք են համարում Ռուսաստանին։ Իսկ եվրոպական ինտեգրման ջատագովներ դառնում են 75%, որտեղ մարդիկ ապուշ չեն, մտածում են այլընտրանքների մասին, ասեն լավ, եթե այս հրեշը անընդհատ մեզ սպառնալով, վախացնելով ուզում է մի բան մեզանից փոկի, ուզում է գավառական իշխանություններին բերի կարգի սարքի ստեղ գուբերնիա, այլ բա մենք ինչ կարող անենք, որ այդ ճակատագրին չարժանանանք ու սկսում են ալտերնատիվ փնտրել, ալտերնատիվներ տեսնում են, որ ուժը կա Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, ֆինանսականը Եվրոպայում, ռազմականը Միացյալ Նահանգներում, քաղաքականը երկու տեղն էլ։ Եվ համապատասխանաբար Հայաստանում լրիվ հասարակական կարծիքը փոխվում է։ Բախուշյան, սպասելի էր, որ Ռուսաստանը այս ընտրությունների նախաշեմին որոշակի, այսպես ասենք, ճնշում կգործադրեր Հայաստանի վրա, բայց երեք նաև հայտնի դարձավ այդ ձայնագրություններից, հեռախոսազրույցներից, որ արդեն խոսքը գնում է հետընտրական գործընթացների մասին, ընդհանուր մինչև իրենց բառերով ասած բերևառոտ կազմակերպելու մասին, արդյոք հետընտրական process-ները կարող են քաոսային իրավիճակ ստեղծեն Հայաստանում։ Տեսեք, հետընտրական process-ները կարող են հիմք ունենալ, կարող են իրականություն դառնալ, մենակ մի դեպքում, եթե կա մեծ զանգված ընտրությունների արդյունքներով դժգոհ, ով համարում է, որ կեղծվել են ընտրությունները, կամ ով համարում է, որ իր ուզած ուժը չի ընտրվել կամ այն ձեները չի ստացել, որ ինքը տեսնում է։ Այս հարցումները առային, այլ դա ինձ ցույց տալիս, որ բացարձակ մեծամասնությունը հիմա արդեն ասում է, որ անկախ նրանից ում է ընտրելու, ասում է, որ տեսանելի է, որ ազատ արդար ընտրություններ են լինելու, որտեվ կա շարք բաժանողներին բռնում են, որտեվ ուրեմն բավականին բաց թափանցիկ կառուցարշավ է ընթանում նախընտրական, որովհետև քաղաքական հետապնդումներ չկան, բացի մեկից, որը հուսով եմ ուր առաջ կվերջացնեն այդ անհեթեթ գործը Օսիպյանի դեմ կազատեն, հա, այդ մարդուն։ Եվ ընդհանուր մարդիկ հասկանում են, որ հիմք չկա հետընտրական ինչ-որ ըմբոստացումների, հո այդ սեքս աշխատողներին չեն կարալու էլի փողոց հանեն։ Այդ մարդիկ դրա համար չեն իրենց հոգին վաճառել, որ մի հատ էլ գնան իրենց մարմինը հարվածի տակ դնեն։ Իրենք վաճառեն իրենց հոգին, որ գնան այդ մի քանի կոպեկը այն 30 արծաթի պես հուդայի գնան մարսեն, միտեղ քեֆ անեն, ուրախանան կամ չգիտեմ ինչ նպատակներով, բայց ոչ գնան, ինչ որ ըմբոստանան, փողոցային ինչ-որ խնդիրներ ստեղծեն, որ հարվածների տակ հայտնվեն, որտեղ ցանկացած ապօրինի անօրինական եւ անհիմն նաեւ քաղաքական տեսակետից ժողովրդական պահանջ չունեցող շարժում շատ հեշտ չեզոքացվելու իշխանությունների կողմից եւ դրա կազմակերպիչներն էլ, քանի որ ակնհայտ է, որ դրսից է պլանավորված եղել, որպես պետական դավաճաններ եւ դրսի 5-րդ շարասյուն, սիրուն կլցվեն բերդերը։ Այդ ժամանակ մենք ասենք, որ այո, հիմնավոր է, ոչ թե ինչ որ տարել են ինչ որ քննադատության համար այս մարդուն Օսիպյանին բռնել։ Բախուշյան, միջազգային հեղինակավոր գործակալությունները լրատվական կամ վերլուծական, այսպես ասենք, վերջին օրերին բավական սկանդալային այսպես հրապարակումներ արեցին Հայաստանում նախ գործող ռուսական հատուկ ծառայությունների ցանցի վերաբերյալ, նաև այն անձանց անուններ հնչեցին, որոնք կապված են հատուկ ծառայությունների հետ, եւ գրեթե մեծ մասը չասեմ, բայց որոշ ուժերի ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են քարոզարշավի այս ընտրական process-ում, մեղադրանքներ կան։ Սամվել Կարապետյանին են մեղադրում, որ ինքը կապված է, Անդրանիկ Թևանյանին մեղադրանք առաջադրվեց, Թաթոյանի հետ կապված կա տեղեկություն, որ Ռուսաստանի կողմից է ֆինանսավորվում, Գագիկ Ծառուկյանը նույնպես
ուշացած չէին այս բացահայտումները կամ ինչի միջև այդ չգիտենք սրա մասին։ Դա ոչ թե բացահայտումներն են, այլ փաստեր են։ Բացահայտումները եղել են տեսական մակարդակում շատ ավելի վաղ։ Մենք բոլորս ես օրինակ անդադ ասել եմ, որ Ռուսաստանում չի կարող մեկը $1 միլիարդ ավել փող կուտակել եւ չլինել ՖՍԲ-շնիկ։ Առնվազն նրանց հետ համագործակցող կամ ստուկաչ կամ գործակալ կամ որևէ բան։ Հնարավոր չի։ Մի անգամից կունեզրկեն, ոնց որ բազմաթիվ մարդկանց ունեզրկել են։ Լևոն Հարապետյանը կես միլիոն ուներ ընդամենը, կես միլիարդ ուներ։ Տեսակ ինչ օրը գցեցին, հենց որ զգացին, որ ինքը այդքան էլ վերահսկելի չի, գուցե նաև առաջարկել են ՖՍԲ հետ համագործակցել, չէր համաձայնվել։ Ի տարբերություն էս հայրենասերների, որոնք ինքնությունն են պահում ազգային, երևի այդ մարդկանց հոգիները առնելը, կաշառելը դա է իրանց պատկերացրած հայկական ինքնությունը, իրանք լավ պատկերացում չունեն հայկական ինքնության մասին։ Մարդիկ վրդովված են իրենց այդ պահվածքից։ Եթե իրենք նույնիսկ մի քանի տոկոս կգտնեն այդ սեքս աշխատողներից, որ իրենք գնան իրենց համար քվեարկեն, այն մնացած 90%-ը զզված են ուղղակի իրենց այդ մոտեցումից, որ կարելի է Ռուսաստանի պատվերով, Ռուսաստանի ճնշումների տակ գան կապիտալիզացնեն այդ ճնշումները, ասեն, տեսեք, մեզ ճնշում են, եկեք այդ ճնշումներին турք տանք եւ մեզ ընտրեք, որ մենք այդ ճնշումները դադարեցնենք, որ սպառնալիքները դադարեցնենք։ Տեսեք, ամբողջ աշխարհում ընդունված է, եթե դու ուզում ես ինչ-որ ժողովրդին քեզանով անես, հա, սիրաշահում ես, լավ ինչ-որ բաներ ես առաջարկում, ինվեստիցիաներ ես անում, մարդիկ կամաց սկսում են դրական տրամադրվել քեզ։ Ու այդ ժամանակ նույնիսկ կարող է դու ինչ-որ մեկին քաղաքական ուժին աջակցես, ասեն դե էս լավ ուժ է, մեզ միշտ օգնել է, այս քաղաքական ուժն էլ աջակցում է, լավ, ոչինչ։ Հələ միջամտություններ չհամարեն, հա, արտաքին։ Բայց կներեք, էլի դուք գալիս եք ուզում եք կոտրեք մեր ժողովրդին, սարքեք բոմժ ու պուտանկա կներեք արտահայտության համար, ծախով որ գնան մի քանի կոպեկի համար ձեր խամաճիկներին ընտրեն ու դուք ուզում եք այդ ժողովրդը ձեզանով անեք այդպես կամ ուզում եք հետո հանեք բան հետընտրական շոր գործընթացների մեջ դուք հարյուրամյակներով ճորտ եք եղել չի նշանակում մեզ էլ կարակ ճորտացնեք ճորտ սարքեք ինչքան էլ որ մեր մոտ կան որոշ խումբ այդ հոգեբանություն ունեցող մարդիկ Եվ Պախուշյան, թերս արդեն ակնհայտ է, որ այս ընտրություններում իշխանությունը մեծամասնություն կունենա, ամենայնպես քվեների առումով, գոնե որոշակի առումով կունենա, ինչ պետք է անի իշխանությունը, որպեսզի չկրկնի նախկին սխալները, նման աջակցություն ունեցել էր նաև թե 18 թվին, 21 թվին, սրանից հետո ինչպես պետք է վարվի։ Ես իշխանությունների հետ այդ առումով արդեն հույս չեմ կապում, որովհետև 10 անգամ նույն փոცხի վրա ոտ տնել չի լինի, դրա համար էլ կոչ եմ անում ընտրել ժողովրդավարական անդիմադիր որևէ ուժի։ Եվ ես ասել եմ, որ ինքս ընտրելու եմ երկու ուժերից մեկին կամ հանրապետության կամ հանրապետություն կուսակցություն, հա, որպես գոնե ունենանք նորմալ անդիմություն խորհրդարանում, որը այո, որը որ կպահանջի իշխանություններից ոչ թե կհայցի իշխանությունները, որ կփոխվեն, չէ, անհույս է, նրանք ոչ վեթինգ են մտադիր անելու, հիմա էլի ասում է վեթինգ չարեցինք բան եղավ, դատարանները անկախ չէ, բան են, իշխ նախկիններին են բանանում, կղզիացել են, չեն ենթարկում ժողովրդին պետության եւ այլն, Նիկոլ Փաշինյանը, որ կանգատվում է դատարաններից եւ այլն, բայց վեթինգ չանելու հետևանքեր, ով մեղավոր եղավ, ով փաստահավաք հանձնախումբը այնպես արեց, որ չձևավորվի Ես դրա համար էլ հույս չեմ կապում, ես հույս եմ կապում, որ ժողովուրդը կգնա նորմալ անդիմություն կընտրի, որը որ պարլամենտում անընդհատ սխմելով, պահանջելով, պայքարելով ինչ որ լուրջ ավելի բաների կհասնի։ Հա, հասկացանք, արտաքին քաղաքական կուրսը աջակցում ենք, բայց 1000 ու մի ներքին հարցեր կա, իրավական հարցեր կա, արդարադատության հետ կապված հարցեր կա։ Եվ ոնց որ Եվրաքվեի միջոցով հնարավոր եղավ ճնշում գործադրել, որ իշխանությունները այդ օրենքի նախաձեռնությունը ընդունեն եւ քվեարկեն դրա օգտին Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու հարցում, տենց էլ մյուս բոլոր այդ կարգի ռեֆորմները եւ նաեւ արտաքին քաղաքական հարցերում վաղակալ մի հատկից դուրս գալու պահանջ թե ինչ կլինի, այդ ամեն ինչը պետքա նորմալ ժողովրդական անդիմություն ունենալով արվի։ Եթե այնտեղ լինելու են նույն պրոռուսական ուժերը, իշխանություններն էլ շատ հարմար է իրենց համար տանձի պես բոքսի տանձիկի պես անդադ չի շփոթել։ Կօգտագործեն, կբոքսեն, կխփեն, բան կանեն եւ իրար անընդհատ մեղադրելով նույն այդ քաղաքական քննարկումն էլ կմնա դավաճան, հողատու եւ բան նախքին թալանչի այդ դիսկուրսի մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սարվա թեման էր իմ զրուցակիցը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն էր, կհանդիպենք առայժմ։